Ղազագիր անունը ստացած այս հայտարարությամբ Փաշինյանը փորձում է վերակենդանացնել հակաեկեղեցական արշավը։ Կիրակի կիսադատարկ Հովաննավանքում կարգալույց եղած քահանաների հետ պատարականոնով միջոցառմանը մասնակցելուց հետո Փաշինյանը կառավարական ամառանոցում է հավաքել տիրադաֆ հռչակված եպիսկոպոսներին։ Դեկտեմբերի 18-ին Վեհարանի գրոհը ձախողած եպիսկոպոսները Փաշինյանի հետ մի հայտարարություն են ստորագրել, որով վերահաստատում են վեհափառ Հայրապետի հրաժարականի եւ կաթողիկոսական նոր ընտրությունների իրենց պահանջը։ Հայտարարություն Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման վերնագրով տեքստում Փաշինյանն ու տիրադաֆ հռչակվածները կրկնում են այն ճանապարհային քարտեզը, որով ըստ նրանց պետք է բարենորոգվի եկեղեցին։ Բարենորոգման օրակարգի հանրահռչակում։ Երկրորդ Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի հեռացում հանգստի կոչում։ Երրորդ Սահմանված կարգով կաթողիկոսական տեղապահի ընտրություն։ Չորրորդ Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու կանոնադրության ընդունում։ Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարևարքության ապահովման կառուցակարգեր։ Հինգերորդ Սահմանված կարգով ամենայն հայոց կաթողիկոսի ընտրություն։ Գարեգին երկրորդ կաթողիկոսին եկեղեցու փաստացի պետ անվանող Փաշինյանն ու իր եպիսկոպոսած դասը հոգևորականներին, քրիստոնյաներին կոչ են անում աջակցել իրենց։ Համախմբվել այս նպատակի շուրջ Հետո իննով ստորագրել են այս հայտարարության տակ փաստացի աղանդավորական կառույց հռչակելով Հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Նրանք Տրդատ թագավորին ու Գրիգոր Լուսավորչին են վերագրել եկեղեցու հիմնադրումը այն դեպքում, որ Հայ առաքելական եկեղեցու հիմնադիրը Հիսուս Քրիստոսն է։ Գրիգոր Լուսավորչի և Տրդատ մեծ հայոց թագավորի ջանքերով հիմնադրված Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու սրբազան ավանդությանը Հակաեկեղեցական գործողությունները ժամանակին ոչ թե որպես վարչապետ, այլ շարքային հավատացյալ արդարացնող Փաշինյանը որպես վարչապետ է ստորագրել վեհափառի հրաժարականը պահանջող թղթի տակ։ Ստորագրելուց հետո միասին աղոթել են Տիրոջից խնդրել, որ հաջողվի իրենց բռնած գործը։ Փաշինյանը ուզում է պարզել, ինչպիսի աջակցություն ունի դեկտեմբերի 18-ի ֆիասկոից հետո։ Նա երեքշաբթի Սուրբ Ծննդյան ուխտերթի է հրավիրել իր աջակիցներին։ Բոլորիդ հրավիրում եմ ուխտերթի, որը կմեկնարկի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մար եկեղեցու բակից։ Եկեղեցին գտնվում է Երևանի Տիգրան Մեծ պողոտայում եւ երթը կուղղվի դեպի Երևանի Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի։ Այս ուխտերթի խորհուրդներից մեկը ըստ Փաշինյանի իր ու տիրադաֆ հռչակվածների հայտարարությանը աջակցություն հայտնելն է։ Մի խումբ եպիսկոպոսների հետ երեք երեկոյան հանդես եկանք հայտարարությամբ։ Այս ռիլում Փաշինյանը Գարեգին երկրորդ կաթողիկոսին ուղված նոր մեղադրանք է բարձրացնում։ Ըստ նրա վեհափառն ու նրա մերձավորները Հայաստանի անկախության դեմ հիբրիդային պատերազմի գործիք են դարձրել եկեղեցին։ Մեր պետության ինքնիշխանության անկախության դեմ որպես հիբրիդային պայքարի միջոց օգտագործելու գործելակերպը անընդունելի է եւ մենք նման գործելակերպի շարունակություն թույլ չենք տալու։ Փաշինյանը ուխտերթից հետո նաև հավաք կազմակերպելու մասին է հայտարարել։ Ալբերտ Սերոբյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։